Ես ամուսնացա 70-ամյա արաբ այրու հետ, հետապնդելով միակ նպատակը՝ տիրանալ նրա ժառանգությանը։ Բայց առաջին ամուսնական գիշերը ես ապշած էի, երբ նա հանկարծակի Արմենը պառկած էր ննջասենյակի թավշյա բազմոցին, որն ավելի մեծ էր, քան իր հայրական տունը Շիրակի մարզում։ Կողքին հսկայական ամփողանիով մահճակալի վրա քնած էր նրա նորաթուխ կինը, 70-ամյա արաբ միլիոնատեր Լեյլա Ալ-Մանսուրին, որը գանված էր հաշմանդամի սայլակին։ Նա ամուսնացել էր նրա հետ հանուն փողի, հանուն ընտանիքը պարտքերից փրկելու, պարզ գործարք էր, ֆիկտիվ ամուսնություն ժառանգության դիմաց։ Կեսգիշերին մոտ նա խշխշոց լսեց ոչ թե դռան կողմից, այլ մահճակալից։ Վերմակը կամաց սահեց։ Արմենը, ձևացնելով թե քնած է, կիսաբաց կոպերի տակից նայում էր անհնարինին։ Կաթվածահար պառավը նստեց, ոտքերն իջեցրեց հատակին և ոտքի կանգնեց։ Նա գնաց դեպի դուռը, երկու անգամ պտտեց բանալին և վերադարձավ սենյակի կենտրոն։ Կանգ առավ ուղիղ բազմոցի դիմաց։ Նրա ձայնը միանգամայն այլ էր, ոչ խռպոտ և թույլ, այլ պարզ, հաստատակամ, իշխանությամբ լի։ Արմեն, ես գիտեմ, որ դու չես քնել։ Այդ պահին նա հասկացավ, որ որսորդն այստեղ ինքը չէր։ Նա հանեց իր վրայից բացարձակապես ամեն ինչ, ոչ թե հագուստը, այլ դիմակը։ Անօգնականության դիմակը, որը կրել էր ամբողջ 1 տարի, և Արմենի կյանքն ընդմիշտ փոխվեց։ Բայց որպեսզի հասկանանք, թե ինչպես մահացող գյուղից 27-ամյա երիտասարդը հայտնվեց արաբ միլիոնատիրոջ ամուսնու կարգավիճակում, պետք է վերադառնալ 4 տարի առաջ։ Հարգելի ընկերներ, կցանկանայի ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ, ովքեր հիմա ինձ հետ են։ Եթե դժվար չէ, խնդրում եմ տեղեկացրեք, թե որտեղից եք մեզ լսում։ Ինձ հետաքրքիր է իմանալ իմ լսարանի մասին։ Բարի ունկնդրում։ Մեկ շաբաթ գրասենյակներով քարշ գալուց և փաստափեղտերի ստուգումներից հետո Արմենին բերեցին Պալմա Ջումեյրա կղզում գտնվող մի վիլլա։ Սպիտակ պատերով ու ավանդական նախշերով արաբական ոճի եռահարկ պալատը միլիոնատերերի համար նախատեսված ամսագրի նկարազարդման էր նման։ Մուտքի մոտ նրան դիմավորեց կառավարիչը, սպիտակ կոստյումով նիհարավուն մի եգիպտացի։ Տիկին Լեյլան ձեզ սպասում է հյուրասենյակում։ Հիշեք կանոնները, առանց թույլտվության աչքերի մեջ չնայել, խոսել միայն այն ժամանակ, երբ կհարցնեն, ոչ մի մտերմություն։ Լեյլա Ալ-Մանսուրին նստած էր հաշմանդամի սայլակին, հսկայական պատուհանի մոտ, նայելով Պարսից ծոցի անծայրածիր կապույտին։ Ջերմակ մազերը երևում էին փղոսկրի գույն ունեցող մետաքսե հիջաբի տակից։ Զանգվածեղ ոսկե մատանիներով բարակ մատները հանգստում էին արմնկակալների վրա։ Երբ նա թեքեց գլուխը, Արմենը տեսավ մի դեմք, որի վրա տարիքն իր հետքերն էր թողել արիստոկրատական արժանապատվությամբ։ Կնճիռներն ընդգծում էին սուր այտոսկրերը, իսկ շագանակագույն աչքերը նայում էին թափանցող ուշադրությամբ։ Մոտեցիր։ Ձայնը հնչում էր խռպոտ, բայց դրա մեջ զգացվում էր հրամայելու սովորությունը։ Ինչ է անունդ։ Արմեն Վարդանյան։ Տիկին։ Որտեղից ես։ Շիրակի մարզից, Լուսավան գյուղից։ Գիտեմ այդ տեղերը։ Մայրս Երևանից էր, պատմում էր հայկական գյուղերի մասին։ Անգլերեն խոսում ես։ Մի փոքր, դպրոցում եմ սովորել։ Կխոսենք ռուսերեն, ինձ այդպես ավելի հարմար է, իսկ քեզ ավելի հեշտ է։ Հաջորդ 4 տարիները վերածվեցին հոգատարության և մենակության մի տարօրինակ ծեսի։ Ամեն առավոտ Արմենն արթնանում էր արևածագին, թեթև նախաճաշ էր պատրաստում, վարսակի շիլա արմավով և անանուխի թեյ, ստուգում էր էլեկտրական սայլակի մարտկոցի լիցքավորումը, օգնում տանտիրուհուն հագնվել։ Նրա պարտականությունները վաղուց դուրս էին եկել հասարակ վարորդի շրջանակներից։ Նա կերակրում էր նրան գթալով, երբ ձեռքերը հրաժարվում էին հնազանդվել, պահում էր նրան այգում հազվադեպ զբոսանքների ժամանակ, բարձրաձայն կարդում էր արաբական թերթեր, հեռախոսով թարգմանելով անհասկանալի բառերը։ Գիտես, Արմեն, ասաց նա մի անգամ, նայելով լողավազանի մոտի արմավեններին, հարուստությունը անեծք է, բոլորը միայն փողն են տեսնում, ոչ ոք մարդուն չի տեսնում։ Դուք ընտանիք ունեք, բարեկամներ։ Ես եղբայր ունեմ, Ռաշիդը, նա է կառավարում բոլոր գործերը ամուսնուս մահից հետո։ Հոգատար եղբայր է, ձայնը մեջ դառնություն սպրդեց, շատ հոգատար։ 1 տարի առաջ կաթված էր ստացել, նման եզրակացություն էին արել բժիշկները այն բանից հետո, երբ Լեյլային անգիտական վիճակում գտել էին ննձյասենյակում։
մարմնի ստորին հատվածի կաթված, ձեռքերի թուլություն, խոսքի խնդիրներ։ Ախտորոշումը դատավճիռ է պես էր հնչում, բայց Արմենը, ով օրեր շարունակ նրա կողքին էր լինում, տարօրինակություններ էր նկատում։ Երբեմն նրա մատները չափազանց ամուր էին սեղմվում, հայացքը չափազանց ճշգրիտ էր հետևում ուղեղի ախտահարում ունեցող մարդու համար։ Ամեն ինչ փոխած երեկոն սկսվեց սովորական հաշվարկով։ Արմենը նստած էր պատշգամբում, հաշվիչով, դիրհամները վերածելով դրամի, հանելով սննդի ու մանր-մունր ծախսերը։ Թիվը անուրախ էր ստացվում։ Անգամ գրեթե ողջ աշխատավարձը մի կողմ դնելով, նա հազիվ 8 միլիոն 500 հազար դրամ էր հավաքել։ Մինչև տարեվերջ մնացել էր 4 ամիս, իսկ մինչև Բաղձալի 10 միլիոնը մի ամբողջ անդունդ էր։ Հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն Անիից։ Ախպեր ջան, պապայի վիճակը շատ վատ է, գիշերները չի քնում, անընդհատ բակում քայլում է, նայում է տանը, երեք լաց էր լինում, կյանքում առաջին անգամ տեսա, բանկից ամեն օր զանգում են, սպառնում են դատի տալ, մաման դեղերը բուր-բուր է խմում, ուղարկիր որքան կարող ես։ Գրողը տանի, Արմենը սեղմեց հեռախոսը զգալով, թե ինչպես է մոտենում հուսահատությունը, վատ լուրեր տնից, ծանոթ ձայնը ստիպեց ցնցվել, ապակե դռան մոտ կանգնած էր Ռաշիդ Ալ-Մանսուրին, Լեյլայի կրտսեր եղբայրը, մի մարդ, ում տանը պարզապես պարոն Ռաշիդ էին անվանում։ Իր 55 տարեկանում նա ավելի երիտասարդ էր երևում թանկարժեք խնամքի և սպիտակ կանդուրայի շնորհիվ, բայց աչքերը մատնում էին իրական բնույթը, սառը, հաշվենկատ, հավերժ ինչ-որ բան հաշվարկող։ Բարի երեկո, պարոն Ռաշիդ, պարզապես ընտանեկան գործեր են։ Ընտանիքը կարևոր է, հատկապես երբ այն փորձանքի մեջ է։ Ճիշտ է, արի ինձ հետ, պետք է խոսել։ Երկրորդ հարկի աշխատասենյակը խիստ հակադրվում էր Լեյլայի լուսավոր սենյակներին, կարմիր փայտից մուգ պանելները կլանում էին սեղանի լամպի լույսը, արաբական խնքի խիտ հոտը խառնվում էր սիգարի բույրի հետ, ստեղծելով խեղդող մթնոլորտ։ Ռաշիդը տեղավորվեց զանգվածեղ սեղանի հետևում գտնվող կաշվե բազկաթոռին, ժեստով Արմենին հասկացնելով, որ կանգնած մնա։ 4 տարի դու աշխատում ես քրոջս մոտ։ 4 տարի ես հետևում եմ, թե ինչպես է նա գնալով ավելի կապվում քեզ հետ։ Դա անառողջ կախվածություն է։ Ես պարզապես կատարում եմ իմ աշխատանքը, պարոն Ռաշիդ։ Իհարկե, բայց տեսնում ես, իրավիճակը փոխվել է։ Քույրս հիվանդ է, անօգնական, իսկ նրա ունեցվածքը նա դադար տվեց, պահանջում է հատուկ կառավարում։ Գիտես որքան արժե այս վիլլան։ Ոչ, պարոն, $20 միլիոն։ Եվ սա միայն մեկ տունն է շատերից։ Հանգուցյալ Խալիդի ընկերությունները, ներդրումները, անշարժ գույքը Եվրոպայում, խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է, եւ այս ամենը ճիշտ կառավարման կարիք ունի։ Ռաշիդը հանեց թղթապանակը, բացեց այն Արմենի առջև, արաբերեն եւ անգլերեն պայմանագիր։ Ծանոթ կնիկներ, քո աշխատանքային վիզան, քո գտնվելն այստեղ, ամեն ինչ կախված է մեզանից։ Դու աշխատում ես ստվերային սխեմայով, գումարի մեծ մասը կանխիկ ես ստանում։ Եթե ես որոշեմ քեզ ազատել աշխատանքից, նա մատով թակեց փաստաթուղթը, դու պետք է փոխհատուցում վճարես, $50,000։ Ինչ? Չէ՞ որ դա ավելի քան 20 միլիոն դրամ է։ Ճիշտ այդպես։ Գումարած արտաքսում, մուտքի արգելք, խնդիրներ գործակալության հետ Հայաստանում, նրանք տարիներ շարունակ կհետապնդեն քեզ։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ տնից ինչ-որ արժեքավոր իրեր են ալհետացել, Դուբայի ոստիկանությունը շատ խիստ է գողերի նկատմամբ։ Ես ոչինչ չեմ գողացել, առայժմ ոչ, բայց ով կհավատա հայ միգրանտին ընդդեմ հարգարժան էմիրաթական ընտանիքի։ Արմենը զգաց, թե ինչպես կոկորդը չորացավ, թաքարդը փակվեց, նա նույնիսկ չնկատեց, երբ ընկավ դրա մեջ։ Ինչ եք ուզում։ Խելացի հարց է։ Քրոջս ամուսին է պետք, ձևականորեն ժառանգության ճիշտ ձևակերպման, պարկեշտության պահպանման համար։ Դու իդեալական թեկնածու ես, ոչ ոք շահադիտական նպատակներ չի կասկածի աղքատ աշխատողի մոտ, ով այդքան տարիներ նվիրված խնամել է հիվանդ կնոջը։ Սա խելագարություն է, սա բիզնես է։ $100,000 ամուսնությունը գրանցելուց հետո, մեկ այդքան էլ հետո, երբ քրոջս վիճակը վերջնականապես կվատանա։ Կհերիքի քո ընտանիքի բոլոր պարտքերը փակելու եւ նոր կյանք սկսելու համար։ Իսկ եթե ես հրաժարվեմ,
այն ժամանակ վաղն առավոտյան դու կհեռացվես գողության համար։ Ոստիկանություն, արտաքսում, պարտքեր։ Ընտրիր։ Ռաշիդը հենվեց բազգաթոռին, մատները հյուսելով որովայնին։ Աշխատասենյակի կիսախավարում նրա կերպարանքը հիշեցնում էր սարդի, որը համբերատար սպասում է, թե երբ է զոհը վերջին անգամ ցնցվելու։ Ինձ պետք է մտածել մինչև առավոտ։ Բայց հաշվի առ, այս առաջարկն այլևս չի կրկնվի։ Արմենը թուլացած ոտքերով դուրս եկավ աշխատասենյակից։ Գիշերն իջել էր Դուբայի վրա։ Երկնաքեռերի լույսերն արտացոլվում էին ծոցի մութ ջրերի մեջ, ստեղծելով երկրորդ, շրջված քաղաքի պատրանք։ Նա թափառում էր այգում, անցնելով արմավենիների մոտով, լուսավորված լողավազանի կողքով, որտեղ ցերեկը Լեյլան ժամեր էր անցկացնում լռության մեջ։ Սպասավորների մասնաշենքում գտնվող իր սենյակում նա պառկեց նեղ մահճակալին, հայացքը հառելով առաստաղին։ Տարբերակները անգութ հստակությամբ սլանում էին գլխում։ Հրաժարվել նշանակում է մահապատժի ենթարկել ողջ ընտանիքին, համաձայնել վաճառել ինքն իրեն, դառնալ կեղտոտ խաղի հանցակից։ Բայց միթե նա ընտրություն ունի։ Միթե մահացող գյուղից տղան կարող է դիմակայել արաբ միլիոնատիրոջը։ Նա հիշեց հորը, ուժեղ տղամարդու, ով խորտնտեսության փլուզումից հետո այդպես էլ չկարողացավ իրեն գտնել նոր կյանքում։ Մորը, ով հաղթել էր քաղցկեղին ողջ ընտանեկան ունեցվածքի գնով։ Անիին, ով թողեց ուսումնարանը, որպիսի խանութում աշխատի։ Նրանք մեղավոր չեն, որ ծնվել են ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակին։ Լուսադեմին որոշում է ինքն իրեն հասունացավ։ Դառը ինչպես Օշինդրա։ Արմենը վեր կացավ, լվացավ սառը ջրով եւ նայեց իրեն լվացարանի վրայի ճաքած հայելի մեջ։ Արտացոլանքից նրան արդեն ուրիշ մարդ էր նայում, մեկը, ով պատրաստ է հագնել վարձու ամուսնու դիմակը հանուն մերձավորների փրկության։ Այս որոշումը նրան հանգամանքների զոհից վերածում էր գործարքի գիտակից մասնակցի, թեկուզ եւ հարկադրված։ Առավոտյան Արմենը վեր կացավ անկնողից, իրեն դատապարտված զգալով, ինչպես զինվորը այն մարտից առաջ, որից հետդարձի ճանապարհ չկա։ 7 անցկես, կատարելով առավոտյան պարտականությունները, Լեյլայի նախաճաշ, սայակակի ստուգում, դեղեր, նա թակացավ Ռաշիդի աշխատասենյակի դուռը։ Մտիր։ Տիրոջ ձայնը գոհ էր հնչում, կարծես նա նախապես գիտեր պատասխանը։ Կարմիր փայտից զանգվածեղ սեղանի վրա 3 թղթապանակ էր դրված, կոկիկ, հովհարաձև դասավորված։ Ռաշիդը նստած էր իր բազկաթոռին, մատները խաչած որովայնին եւ նայում էր Արմենին կուշտ բավարարվածության արտահայտությամբ։ Դե ինչ, մտածեցիր։ Ես համաձայն եմ։ Բառերը խուլ հնչեցին, ասես ջրի տակից։ Խելամիտ որոշում է։ Նստիր, ամեն ինչ կձևակերպենք այնպես, ինչպես հարկն է։ Առաջին փաստաթուղթը ամուսնական պայմանագիրն էր, արաբերեն եւ անգլերեն, որտեղ սևոք սպիտակի վրա գրված էին պայմանները։ Ոչ մի պահանջ կնոջ ունեցվածքի նկատմամբ։ Առաջին իսկ պահանջով ամուսնալուծվելու պարտավորություն, լիակատար գաղտնիություն։ Երկրորդը համաձայնագիր ամուսնության գրանցումից հետո $100,000 վճարելու մասին։ Մեկ այդքան էլ որոշակի հանգամանքների վրա հասնելու դեպքում։ Ձևակերպում, որից գերեզմանային ցուրտ էր փչում։ Երրորդը աշխատանքային պայմանագրի հավելված տիկին Ալ-Մանսուրիի անձնական օգնականի նոր պարտականություններով։ Ստորագրիր այստեղ, այստեղ եւ ահա այստեղ։ Ռաշիդը ոսկե գրիչով ցույց էր տալիս ստորագրությունների տեղերը, վայելելով ամեն մի շարժումը։ Արմենը վերցրեց մեկնած գրիչը, ծանր, թանկարժեք, արաբերեն փորագրությամբ եւ ստորագրեց, զգալով, թե ինչպես է ամեն մի ստորագրության հետ հոգու մի կտոր տալիս։ Ռաշիդը վերցրեց փաստաթղթերը, պահեց չհրկիզվող պահարանում եւ շրջվեց գիշաճչի ժպիտով, ով որս է բռնել։ Հարսանիքը վաղն է, ցերեկվա 3-ին։ Առավոտյան իմամ կգա, իսլամ կընդունես, շահադա կասես։ Մի անհանգստացիր, պարզապես նրա հետևից մի քանի բառ կկրկնես արաբերեն։ Կոստյումը քեզ կբերեն եւ հիշիր, սա պարզապես ձևականություն է, բիզնես գործարք։ Ոչ մի հիմարություն, ոչ մի պատրանք։ Երբ ժամանակը գա, դու կանհետանաս քրոջս կյանքից նույնքան անաղմուկ, որքան հայտնվել ես, հասկացար։ Ահա եւ հիանալի է, կարող ես գնալ։ Հաջորդ օրը վիլլան կերպարանափոխվեց նվազագույն ջանքերով։ Մի քանի ծաղկային կոմպոզիցիա գլխավոր սրահում, սպիտակ գորգ մուտքից դեպի հյուրասենյակ, խնքի հոտ, սովորականից ավելի խիտ։
Արմենին հագցրին սպիտակ կանդուրա, որը նրա վրա պարկի պես էր կախված։ Թևքերը չափազանց երկար էին, փեշերը քսմում էին հատակին։ Նա իրեն զգում էր ինչպես ձևաստված դերասան ուրիշի ներկայացման մեջ։ Լեյլային բերեցին հյուրասենյակ մանր մարգարիտներով պատված ծանր ասեղնագրությամբ ոսկեգույն զգեստով։ Գլխին նրբագույն մետաղսից հիջաբ էր, ձեռքերին ապարանջաններ, որոնք զնգում էին ամեն շարժման ժամանակ։ Նա նստած էր սայլակին անշարժ, նայելով ուղիղ իր առաջ, և միայն մատների թեթև դողն էր մատնանում հուզմունքը։ «Սկսենք», Ռաշիդը գլուխ արեց տեղացի իմամին, լայն մորուսով տարեց մի արաբի։ Արարողությունն անցավ արաբերեն, որը Արմենը հասկանում էր հատվածներով։ Իմամն ինչ-որ բան միալարող կարդում էր Ղուրանից։ Վկաները թանկարժեք կոստյումներով երկու փաստաբաններ գլուխ էին անում անհրաժեշտ տեղերում։ Երբ հերթը հասավ համաձայնության բառերին, Արմենը կրկնում էր այն արտահայտությունները, որոնք նրան հուշում էին, զգալով դրանց ծանրությունը լեզվի վրա։ Առավոտյան իմամի առջև շահադան ավելի հեշտ էր տրվել, այն ժամանակ նա դեռ մինչև վերջ չէր հասկանում, թե ինչի մեջ է ընկնում։ «Այժմ դուք այր և կին եք Ալլահի առաջ», հռչակեց իմամը, ոչ ոք չծափահարեց։ Ռաշիդը մոտեցավ, ամուր սեղմեց Արմենի ուսը, ժեստ, որն ավելի շատ նման էր նախազգուշացման, քան շնորհավորանքի։ «Բարի գալուստ ընտանիք փեսացու, հիշիր քո տեղը»։ Երեկոյան, երբ հյուրերը ցրվեցին, Ռաշիդը հեռացավ իր բնակարանը վիլլայի մյուս թևում։ Արմենը սայլակը տարավ գլխավոր ննջասենյակ։ Սենյակն ապշեցնում էր իր չափերով։ Ամփովանիով մահճակալը զբաղեցնում էր կենտրոնը։ Պարսկական գորգերը ծածկում էին մարմարե հատակը, արաբական գեղագրությունը զարդարում էր պատերը։ Նա հարյուրավոր անգամներ օգնել էր Լեյլային պատրաստվել քնելու, բայց այժմ ամեն մի շարժում դժվարությամբ էր տրվում։ Ձեռքերը դողում էին, երբ նա հանում էր նրա վրայից զարդերը։ «Շնորհակալություն», արտասանեց նա ռուսերենով, երբ Արմենը նրան պարկեցնում էր անկողին։ «Եվ կներես այս ամենի համար»։ «Ինչի համար ներեմ»։ Նա զարմացած կանգ առավ։ «Նրա համար, որ դու ներքաշվեցիր այս կեղտոտ խաղի մեջ։ Ես գիտեմ ինչու դու համաձայնեցիր, գիտեմ քո ընտանիքի վարկի մասին, հիվանդ հոր մասին»։ Ռաշիդն ամեն ինչ պատմեց սադիստական հաճույքով։ «Ես ընտրություն չունեի»։ «Ընտրություն միշտ կա, Արմեն։ Դու ընտրեցիր ընտանիքը, և դա քո մասին ավելին է ասում, քան ցանկացած բառ։ 4 տարվա ընթացքում դու միակն էիր, ով ինձ վերաբերվում էր որպես մարդու, այլ ոչ թե անիվների վրա գտնվող դրամապանակի»։ Նա մեկնեց ձեռքը։ Շարժումը թույլ էր, բայց հպման մեջ զգացվում էր անսպասելի ջերմություն։ «Քնիր հանգիստ և մի վախեցիր, ես չեմ պահանջի քեզանից կատարել ամուսնական պարտականությունները։ Այս ամուսնությունը ֆիկցիա է բոլորի համար, ներառյալ մեզ»։ Արմենը տեղավորվեց պատուհանի մոտ գտնվող թավշյա բազմոցին, բայց քունը չէր տանում։ Նա նայում էր քնած կնոջ ուրվագծին լուսնի լույսի տակ և փորձում էր իմաստավորել տեղի ունեցածը։ Երեկ նա պարզապես վարորդ էր, այսօր միլիոնատերուհու ամուսին։ Իրավիճակի աբսուրդությունը ճնշում էր կուրծքը։ Գիշերվա 2-ին մոտ ծարավը նրան քշեց խոհանոց։ Վերադառնալով մի բաժակ ջրով, նա մի տարօրինակ բան նկատեց։ Ննջասենյակի դուռը կիսաբաց էր, թեև նա հաստատ հիշում էր, որ փակել էր այն։ Ներս նայելով նա քարացավ։ Հաշմանդամի սայլակը կանգնած չէր մահճակալի մոտ, որտեղ նա այն թողել էր, այլ սենյակի մեջտեղում շրջված դեպի պատուհանը։ Արգելակները, որոնք նա միշտ խնամքով ֆիքսում էր, արձակված էին։ Արմենը մոտեցավ, ստուգեց մեխանիզմը։ Ամեն ինչ անխափան աշխատում էր, ոչ մի խափանում։ Լեյլան քնած էր նույն դիրքով, շնչառությունը հավասար էր, դեմքը հանգիստ։ Տանն ուրիշ ոչ ոք չկար։ Սպասավորները գիշերում էին դարպասներից դուրս գտնվող մաշնորդում։ Ով կարող էր տեղաշարժել սայլակը։ Նա վերադարձավ բազմոցին, բայց տեղաշարժված սայլակի պատկերը հանգիստ չէր տալիս։ Տրամաբանական բացատրություն չէր գտնվում, մնում էր միայն աբսուրդայինը, բայց բանականությունը հրաժարվում էր դա ընդունել։ Հաջորդ օրը ճաշից հետո, օգնելով Լեյլային փոխվել ցերեկային քնից հետո, Արմենը նկատեց եւս մի մանրամասն։ Բարակ մետաքսե թաշկինակը, որը երեք նրա ուսերին էր, կարճել էր սայլակի անիվից։ Այն եղանակը, որով կտորը փաթաթվել էր առանցքին, հնարավոր էր միայն էլեկտրաշարժիչով շարժվելու դեպքում։ Եթե սայլակը պարզապես հրեին, թաշկինակը կսահեր։
Ինչ որ բան այնպես չէ, հարցրեց Լեյլան, նկատելով նրա շփոթմունքը։ Ոչ, ամեն ինչ կարգին է, պարզապես թաշկինակն է կարճել, բայց ներսում մի որոշում էր հասունանում։ Նա կդիտարկի։ Ինչ որ բան էր կատարվում այս տանը, ինչ որ բան, ինչը նա չէր հասկանում եւ դա վախեցնում էր ավելի, քան Ռաշիդի ցանկացած սպառնալիք։ Երեկոյան Արմենը կրկնապատկված ուշադրությամբ կատարեց սովորական ծեսը։ Հետևում էր, թե ինչպես է Լեյլան օգտագործում ձեռքերը ուտելիս։ Նշում էր ռեակցիաների արագությունը, մկանների լարվածությունը։ Ամեն ինչ սովորականի պես էր թվում։ Կատվածին բնորոշ թուլություն, դանդաղ շարժում, հոգնածություն օրվա վերջում։ Նրան պարկեցնելով քնելու նա տեղավորվեց բազմոցին, բայց աչքերը չէր փակում։ Պարկած էր անշարժ, շնչում էր հավասար, քուն ձևացնելով։ Ժամանակը դանդաղ էր ձգվում։ 10, 11, կեսգիշեր։ Եվ այդ ժամանակ նա լսեց սավանների մեղմ խշխշոց։ Կիսաբաց կոպերի տակից նա տեսավ անհնարինը։ Լեյլան նստեց անկողնում, թեթև շարժումով մի կողմ նետելով վերմակը։ Նրա ձեռքերը վստահ էին շարժվում, առանց նախկին թուլության նշույլի։ Նա շրջվեց, իջեցրեց ոտքերը հատակին եւ ոտքի կանգնեց։ Պարզապես կանգնեց, առանց ջանքերի, առանց հենարանի, առանց դժվարության նվազագույն նշանների։ Արմենը կծեց լեզուն, որպեսի չբղավի։ Նա գնաց դեպի դուռը։ Քայլվածքը հավասար էր, մեջքը ուղիղ, շարժումները լի էին թաքնված ուժով։ Երկու անգամ պտտեց բանալին կողպեքի մեջ, ստուգելով հուսալիությունը, եւ վերադարձավ սենյակի կենտրոն։ Կանգ առավ ուղիղ բազմոցի առջև։ Արմեն։ Ձայնը բոլորովին այլ կերպ հնչեց։ Ոչ թե խրպոտ ու թույլ, այլ պարզ, իշխող, մետաղական նոտաներով։ Ես գիտեմ, որ դու չես քնել, կարող ես բացել աչքերդ։ Նա նստեց, զգալով, թե ինչպես է բաբաքում սիրտը։ Նրա առջև այլ կին էր կանգնած։ Նույն արտաքինն էր, բայց ողջ էությունը փոխվել էր։ Տկարությունը անհետացել էր, տեղը զիջելով արժանապատվությանն ու ուժին։ Ինչպես։ Ինչու։ Բառերը չէին դասավորվում նախադասության մեջ։ Նստիր ավելի հարմար, մենք պետք է խոսենք։ Նա մեկ շարժումով հաշմանդամի սայլակը հրեց դեպի պատը, կարծես դա սովորական աթոռ լիներ, եւ տեղավորվեց պատուհանի մոտի բազկաթոռին։ Լուսնի լույսը նրա ջերմակ մազերը արծաթի էր վերածում։ 6 տարի առաջ մահացավ ամուսինս, Խալիդը։ Նա ինձ թողեց ամեն ինչ՝ ընկերություններ, անշարժ գոյուկ, ներդրումներ։ Եվ այդ պահին ես մի սարսափելի բան հասկացա։ Ես դադարեցի մարդ լինելուց։ Բոլորի համար ես վերածվեցի քայլող չհրկիզվող պահարանի, փողի աղբյուրի, մանիպուլյացիաների օբյեկտի։ Բարեկամներ, ընկերներ, աշխատակիցներ։ Բոլորը նայում էին ինձ եւ տեսնում միայն բանկային հաշիվների թվերը։ Բայց ինչու հիվանդ ձևանալ, իրական դեմքերը տեսնելու համար։ Անօգնական մարդը լակմուսի թուղթ է շրջապատի համար։ Ինչ-որ մեկը հոգատարություն է ցուցաբերում շահադիտությունից տրտված, ինչ-որ մեկը վախից, ինչ-որ մեկն ընդհանրապես դադարում է նկատել։ Այս մեկ տարվա ընթացքում դու միակն էիր, ով ինձ վերաբերվում էր անկեղծությամբ։ Դու պատմում էիր քո ընտանիքի, հայրենիքի, պարտքերի մասին, չմուրալով օգնություն, այլ պարզապես կիսվելով։ Դու իմ մեջ մարդ էիր տեսնում, այլ ոչ թե բանկոմատ։ Ես պարզապես կատարում էի իմ աշխատանքը։ Ոչ, աշխատանքը կարելի է մեխանիկորեն անել, իսկ դու հոգի էիր դնում։ Եվ ահա թե ինչու երբ Ռաշիդը որոշեց քեզ օգտագործել իր խաղում, ես համաձայնեցի ամուսնությանը, բայց ոչ նրա պատճառներով։ Նա ոտքի կանգնեց, մոտեցավ պատուհանին, նայելով գիշերային Դուբայի լույսերին։ Եղբայրս կարծում է, որ քեզ անկյուն է քշել, դարձրել է հնազանդ խամաճիկ։ Նա ծրագրում է օգտագործել քեզ իմ ժառանգության վրա վերահսկողություն սահմանելու համար։ Իսկ հետո դեն նետել օգտագործված անձեռոցիկի պես։ Բայց նա թերագնահատում է երկուսիս էլ։ Ես չեմ հասկանում։ Ամուսնանալով քեզ հետ ես քեզ պաշտպանություն տվեցի։ Այժմ դու ոչ պարզապես աշխատող ես, որին կարելի է ազատել աշխատանքից ու արտաքսել, այլ իմ օրինական ամուսինը։ Դու իրավունքներ ունես, որոնք Ռաշիդը չի կարող խլել, եւ մենք միասին կկարողանանք դիմակայել նրան։ Ուզում եք ասել։ Ես ուզում եմ ասել, որ այսուհետ մենք դաշնակիցներ ենք։ Ցերեկը ես կշարունակեմ խաղալ անօգնական հաշմանդամի դերը։ Դու նվիրված ամուսին խնամողի։
բայց գիշերները մենք կծրագրենք, թե ինչպես կանգնեցնենք իմ ագահ եղբորը։ Հաջորդ շաբաթները վերածվեցին տարօրինակ ներկայացման։ Ցերեկը Արմենը քշում էր Սայլակը այգում, կերակրում էր Լեյլային գթալով, պահպանում սովորական կյանքի տեսանելիությունը։ Ռաշիդը հաճախ էր այցելում, ստիպում էր փաստաթղթեր ստորագրել որպես ամուսին, ուշադիր հետևում էր ամեն մի ժեստի։ Բայց գիշերները, երբ վիլլան սուզվում էր քնի մեջ, սկսվում էր ուրիշ կյանք։ Եթե ես Ռաշիդի հետ խոսելիս դիպչեմ վզնոցին, նշանակում է նա ստում է, բացատրում էր Լեյլան, քայլելով ննձասենյակում։ Եթե սկսեմ խաղալ մատանուս հետ, պետք է ստուգել, թե ինչ է թաքցնում աշխատասենյակում։ Քո խնդիրն է դիտարկել, հիշել, փաստաթղթեր փնտրել։ Ինչպիսի, ցանկացած, որտեղ կարող է հիշատակվել իմ անգործունակության մասին։ Նա հաստատ թղթեր է նախապատրաստում դատարանի համար։ Եվ էլի ինձ պետք է կտակի պատջենը, իսկականի, ոչ թե այն կեղծիքի, որ նա ինձ հրամցում է։ Արմենը սովորում էր կարդալ նրա նշանները, հասկանալ ակնարկները, խաղալ իր դերը։ Երբեմն դադարի րոպեներում նրանք ծիծաղում էին իրավիճակի հետարդության վրա։ Նա կատակներ էր անում ռուսերենի և արաբերենի խառնուրդով։ Հիշում էր մոր երևանյան մանկապատությունը, պատմում էր հանգուցյալ ամուսնու մասին։ Գիտես, Խալիդը լավ մարդ էր։ Մենք 40 տարի միասին ենք ապրել, և նա ոչ մի անգամ առիթ չտվեց կասկածելու իր սիրուն։ Իսկ նրա մահից հետո ասես ջրարգելակները բացվեցին, և ամբողջ կեղտը հոսեց։ Արմենը լսում էր, հասկանալով, որ իշխող կնոջ դիմակի տակ թաքնված է խորը միայնություն։ Նրանց տարօրինակ միությունը, որը ծնվել էր հարկադրանքից և խաբեությունից, աստիճանաբար վերածվում էր իսկական մի բանի, ոչ թե սիրո, այլ վստահության և փոխադարձ հարգանքի։ Մի առավոտ Ռաշիդը սովորականից շուտ հայտնվեց, գտնելով Արմենին հյուրասենյակը մաքրելիս։ Պատրաստվիր, քաղաք ենք գնալու, գործեր կան։ Բայց տիկին Լեյլան, նրա հետ կնստի Ֆիլիպինուհի բուժքույրը, ով գալիս է երեքշաբթի օրերին։ Նա միևնույն է, միայն հեռուստացույց է նայում և դերերն է դասավորում արագ։ Ամբողջ ճանապարհին դեպի բիզնես կենտրոն Ռաշիդը լռում էր, միայն մատներով թմբկահարում էր նստատեղի կաշվե երեսպատմանը։ Արմենը զգում էր լարվածությունը, որը նրանից ալիքներով գալիս էր։ 40-րդ հարկի աշխատասենյակը փայլում էր ապակիով ու քրոմով։ Ռաշիդը կողպեց դուրը, հանեց պլանշետը և էկրանը շրջեց դեպի Արմենը։ Ես երկու նորություն ունեմ՝ վատ և շատ վատ։ Սկսենք վատից։ Էկրանին տեսանյութ հայտնվեց։ Հատիկավոր, սև-սպիտակ, բայց միանգամայն տարբերելի։ Վիլլայի գլխավոր ննջասենյակը, վերևից նկարահանում։ Լեյլան պառկած է անկողնում։ Արմենը ուղղում է վերմակը, անցնում է որոշ ժամանակ և նա նստում է, ոտքի կանգնում, գնում դեպի լոգարան։ Պատկերը ցնցվում է և ընդհատվում։ Հետաքրքիր կինո է, ճիշտ է։ Ռաշիդը մի կողմ դրեց պլանշետը։ Իմ սիրելի քույրիկը հիանալի դերասանուհի դուրս եկավ։ 1 տարի մոլորեցրեց բոլորին, ձևացնելով, թե հաշմանդամ է։ Ես չգիտեի։ Հերիք է։ Դու քնում ես միևնույն սենյակում, միթե ոչինչ չէիր նկատել։ Ինչևէ, դա կարևոր չէ, կարևորն այլ բան է։ Այս տեսագրությունով ես կարող եմ դիմել դատարան և պահանջել նրան անգործունակ ճանաչել։ Մարդը, ով 1 տարի ձևացնում է, թե կաթվածահար է, ակնհայտորեն խելքտեղը չէ։ Իսկ դու, սիրելի փեսացու, այս ֆարսի մեղսակիցն ես։ Խարդախություն, մոլորեցում, հնարավոր է հոգեկան հիվանդ մարդու ունեցվածքին տիրանալու փորձ։ ԱՄՆ-ի բանտերում նմաններին խիստ են վերաբերվում։ Արմենը լռում էր, սեղմած բռունցքները։ Մտքերը սլանում էին, պետք է զգուշացնել Լեյլային, պետք է ինչ-որ բան մտածել, պետք է… Բայց ես մեծահագիր մարդ եմ, շարունակեց Ռաշիդը։ Պատրաստ եմ մողանալ այս տեսանյութի մասին, եթե դու ինձ օգնես։ Տեսնում ես, քույրս չափազանց է կապվել քեզ։ Դա խանգարում է իմ ծրագրերին։ Այսպիսով դու կսկսես աստիճանաբար նրան հիասթափեցնել, կոպտել, մողանալ դեղերի մասին, բողոքել հոգնածությունից, կանես այնպես, որ նա ինք ուզենա ազատվել քեզանից, և այն ժամանակ մենք անաղմուկ կամուսնալուծենք ձեզ։ Դու կստանաս քո գումարը և կգնաս տուն։ Բոլորը գոհ կլինեն, ամեն մարդ իրենով։ Հրաժարում։ Նա նորից հանեց պլանշետը, բացեց ուրիշ ֆայլ, Արմենի կողմից ստորագրված փաստաթղթերի լուսանկարները։ Այն ժամանակ ես սա կփոխանցեմ ոստիկանությանը, կավելացնեմ ցուցմունքներ քո տարօրինակ պահվածքի մասին, կակնարկեմ որոշ արժեքավոր իրերի գողության մասին։ Կարծում եմ այլևս բացատրելու կարիք չկա։
թակարդը փակվեց։ Այն ինչ թվում էր փրկություն, Լեյլայի քայլելու ունակությունը, նրանց գաղտնի դաշինքը վերածվեց նոր շղթաների։ Արմենը կանգնած էր խաչմերուկում, որտեղ ամեն մի ճանապարհ տանում էր դեպի անդունդ, եւ ընտրել պետք էր հենց հիմա։ Ես ունեմ 2 ժամ։ Արմենի ձայնը խռպոտ հնչեց, կարծես կոկորդը սեղմել էին անտեսանելի մատներ։ Ճիշտ 2 ժամ ճիշտ որոշում կայացնելու համար։ Ինձ ստիպիր սպասել։ Արմենը գրասենյակային աշտարակից դուրս եկավ շոգ փողոց, որտեղ օդը դողում էր շիկացած ասֆալտից, իսկ ապակե երկնաքերերը արտացոլում էին անխնա արևը։ Գլխում բաբախում էր մի միտք՝ զգուշացնել Լեյլային, պատմել ամեն ինչի մասին, ելք գտնել այս մղձավանջից։ Ամբողջ ճանապարհին դեպի վիլլա նա վարում էր հնարավորությունների սահմանագծին, անտեսելով այլ մեքենաների ազդանշանները եւ անցնելով դեղին լույսի տակ։ Մեքենան թողնելով մուտքի ճանապարհին, Արմենը վազելով բարձրացավ մարմարե աստիճաններով եւ ներս ընկավ տուն։ Լեյլա, բղավեց նա, մոռանալով ամեն մի զգուշություն։ Նա նստած էր հյուրասենյակում, գրքով, պատկերելով սովորական տկարություն դարակների փոշին մաքրող սպասուհու համար։ Տեսնելով նրա դեմքը, Լեյլան ինչ-որ բան կամաց ասաց աղջկան արաբերենով եւ նա շտապ հեռացավ։ Ինչ է պատահել, հարցրեց նա, հենց որ մենակ մնացին։ Ռաշիդը նա գիտի։ Նա տեսանյութ ունի, թե ինչպես եք դուք ոտքի կանգնում եւ քայլում։ Թաքնված տեսախցիկ ննջասենյակում։ Արմենը ամեն ինչ պատմեց, դատարանով սպառնալիքը, խարդախության մեղադրանքը, նրան դավաճանելու առաջարկը $100,000 դիմաց։ Մեկնեց ծրարը փաստաթղթերով, որոնք Ռաշիդը պահանջում էր ստորագրել։ Լեյլան կարդում էր թղթերն այնպիսի հանգստությամբ, ասես ուսումնասիրում էր առավոտյան թերթը, այլ ոչ թե վերջնագիր, որն ունակ է կործանել նրանց կյանքը։ Իմ եղբայրը միշտ չափազանց ինքնավստահ է եղել, արտասանեց նա, մի կողմ դնելով փաստաթղթերը։ Կարծում է, թե խաղարկեց ձեր կնոջը։ Արի քեզ մի հետաքրքիր բան ցույց տամ։ Նա ոտքի կանգնեց, շարժումը այնքան բնական էր մեկ տարվա ձևացնելուց հետո, որ Արմենը դեռևս չէր կարողանում վարժվել եւ մոտեցավ կարմիր փայտից զանգվածեղ պահարանին։ Սեղմեց աննկատ պանելը եւ պատի մի հասն անաղմուկ մի կողմ սահացավ, բացահայտելով փոքրիկ խորշ, մոնիտորով եւ ձայնագրող սարքով։ Հանգուցյալ ամուսինս Խալիդը հին կոպկացքի մարդ էր։ Նա գիտեր, որ մեր աշխարհում ոչ ոքի չի կարելի վստահել, ուստի տեղադրեց դիտարկման սեփական համակարգ, ավտոնոմ, հիմնականից անկախ։ Ուզում եք ասել, ես ուզում եմ ասել, որ գիտեի Ռաշիդի տեսախցիկների մասին առաջին իսկ օրվանից եւ թույլ էի տալիս նրան տեսնել միայն այն, ինչ պետք էր ինձ։ Նա միացրեց մոնիտորը։ Մատները վստահ սահում էին սենսորային էկրանի վրա, ընտրելով անհրաժեշտ ֆայլերը։ Էկրանին հայտնվեց Ռաշիդի աշխատասենյակը, այն նույնը, որտեղ մի քանի ժամ առաջ Արմենին առաջարկում էին դավաճանելու $100,000 դիմաց։ Մեկնեց ծրարը փաստաթղթերով, որոնք Ռաշիդը պահանջում էր ստորագրել։ Լեյլան կարդում էր թղթերն այնպիսի հանգստությամբ, ասես ուսումնասիրում էր առավոտյան թերթը, այլ ոչ թե վերջնագիր, որն ունակ է կործանել նրանց կյանքը։ Իմ եղբայրը միշտ չափազանց ինքնավստահ է եղել, արտասանեց նա, մի կողմ դնելով փաստաթղթերը։ Արի քեզ մի հետաքրքիր բան ցույց տամ։ Այս ձայնագրությունն արվել է մեր հարսանիքի հաջորդ օրը։ Պատկերը ցնցվեց, ապա կայունացավ։ Ռաշիդը նստած էր սեղանի շուրջ հեռախոսով խոսելով։ Նրա ձայնը հստակ հնչում էր ուղղորդված խոսափողի շնորհիվ։ Այդ հայ հիմարը ստորագրեց այն ամենը, ինչ պետք է։ Հիմա նա պաշտոնապես իմ քրոջ ամուսինն է։ Երբ պարավը գնա գրողի ծոցը, իսկ դա շուտով կպատահի, ես հոգ կտանեմ այդ մասին։ Մենք դուրս կշպրտենք նրան որպես օգտագործված լաթի, կմեղադրենք ունեցվածքին տիրանալու փորձի մեջ, կարտաքսենք հետ Հայաստան։ Այո, ամեն ինչ կարգավորված է։ Լեյլան խելքը թրծրած ձեր հիմար է, որը վստահեց առաջին պատահածին։ Դատարանը կկանգնի մեր կողմը, հատկապես երբ մենք ներկայացնենք նրա անկայունության ապացույցը։ Ռաշիդի յուրաքանչյուր խոսքը ապտակի պես էր խփում եւ նրան, եւ այն կնոցը, որն այսքան տարի հանդուրժում էր հարազատ եղբոր դավաճանությունը։ Սա ընդամենը մեկն է շատ ձայնագրություններից, հանգիստ պարզաբանեց Լեյլան։ Ես նրա անկեղծացումների մի ամբողջ հավաճացու ունեմ, շորթում, փաստաթղթեր կեղծելու ծրագրեր, ընտանեկան բիզնեսից յուրացումների խոստովանություններ։ Բայց ինչ կլինի ձեր կատվածի տեսանյութի հետ։
Ինքդ մտածիր, ինչն է ավելի սարսափելի դատարանի համար՝ տարեց կին, որը հիվանդ է ձևացել շրջապատին ստուգելու համար, թե տղամարդ, ով ծրագրում է քրոջ սպանությունը հանուն ժառանգության։ Նա անջատեց մոնիտորը եւ շրջվեց Արմենի կողմը։ Աչքերում վճռականություն էր շողում։ Ժամանակն է ավարտել այս ներկայացումը։ Զանգիր Ռաշիդին, ասա, որ ես ուզում եմ հրատապ քննարկել ընկերության ապագան։ Թող 1 ժամից գա։ Ռաշիդը հայտնվեց ուղիղ 50 րոպե անց, հաղթողի վստահություն ճառագելով։ Մտնելով հյուրասենյակ, նա հայացքով ընդգրկեց տեսարանը։ Լեյլան հաշմանդամի սայլակին է, պատուհանի մոտ։ Արմենը կանգնած է մի քիչ հեռու, գլուխը կախ, լիակատար կապիտուլյացիայի պատկեր։ Քույրիկ, ուզում էիր ինձ տեսնել։ Այո, եղբայր, նստիր, մենք պետք է խոսենք ապագայի մասին։ Ուրախ եմ, որ սկսում ես խելամիտ մտածել։ Հուսով եմ, որ ամուսինդ քեզ բացատրել է իրավիճակը։ Լեյլան դանդաղ բարձրացրեց գլուխը, եւ նրա հայացքում ինչ-որ բան ստիպեց Ռաշիդին լարվել։ Օ այո, Արմենն ինձ ամեն ինչ պատմեց, բացարձակապես ամեն ինչ։ Նրա ձայնը փոխվեց, անհետացան խրպոտությունը, թուլությունը, ծերունական դողը։ Բառերը հնչում էին մաքուր, իշխող, մետաղական նոտեներով։ Գիտես Ռաշիդ, ես երկար էի մտածում ինչպես վարվել քեզ հետ։ Դու իմ եղբայրն ես, արյունակիցս, բայց դու նաև ղող ես, ստախոս ու դավաճան։ Այսինչ զառանց ես դուրս տալիս։ Դու հիվանդ ես քույրս, քեզ օգնություն է պետք։ Բավական է, նա ոտքի կանգնեց բասկաթոժից 1 սայուն շարժումով։ Ռաշիդը հետ շպրտվեց, դեմքը սպիտակեց։ Այս ինչպես է։ Ինչպես։ Ես կարող եմ քայլել։ Շատ պարզ, ես միշտ էլ կարողացել եմ։ Մի ամբողջ տարի ես խաղում էի հաշմանդամի դերը, որպիսի տեսնեմ ձեր իրական դեմքերը։ Եվ գիտես ինչ։ Շրջապատողներից միայն մեկ մարդ էր ինձ անկեղծ հոգատարությամբ վերաբերվում։ Միայն մեկը չէր փորձում հաշվարկել իմ ժառանգությունը։ Ռաշիդը փորձեց տիրապետել իրեն, խոսեց արագ եւ խառնիխուռ։ Ես քո ձևացնելու ապացույց ունեմ։ Տեսանյութ, ես այն ցույց կտամ դատավորին, քեզ անգործունակ կճանաչեն։ Ցույց կտաս։ Լեյլան գլխով արեց Արմենին։ Այդ դեպքում մենք էլ մի բան ցույց կտանք։ Արմենը միացրեց գրիչը հեռուստացույցին եւ հսկայական էկրանը կենթանացավ։ Ռաշիդի աշխատասենյակն է, ինքն է հեռախոսնականջին, ինքնագոհ ժպիտը շուրթերին, նրա ձայնը լցրեց սենյակը։ Այդ հայ հիմարը ստորագրեց ամեն ինչ, պառավը կգնա գրողի ծոցը, ես հոգ կտանեմ այդ մասին, դուրս կշպրտենք նրան որպես օգտագործված լաթի։ Ռաշիդը նետվեց դեպի էկրանը, բայց Արմենը փակեց ճանապարհը։ Անկյուն քշված նա բղավեց, սա կեղծիք է, մոնտաժ, ոչ ոք չի հավատա։ Ձայնագրությունն արվել է անվտանգության համակարգի կողմից, որը տեղադրվել է դեռևս Խալիդի կողմից։ Յուրաքանչյուր ֆայլ ունի ժամանակային նշում եւ էլեկտրոնային ստորագրություն, ցանկացած փորձաքննություն կհաստատի իսկությունը։ Լեյլան մոտեցավ, նայելով եղբորը վերևից վար, երկար տարիների ընթացքում առաջին անգամ։ Քո տեսանյութը կարող է հարցեր առաջացնել իմ հոգեկան առողջության վերաբերյալ։ Իմ ձայնագրությունը քեզ բանտ կուղարկի շորթման, խարդախության եւ սպանության փորձի համար։ Ընտրությունը քոնն է։ Ռաշիդը փլվեց բասկաթոռին։ Նրա ողջ մեծամտությունը ցնդեց առավոտյան մշուշի պես։ Նա նայում էր մերթ քրոջը, մերթ Արմենին, փնտրելով գոնե ինչ-որ աջակցություն։ Լեյլա, քույրիկ, ներիր, ես չէի ուզում, այս ամենը ագահությունն է, անիցիալ ագահությունը, հիմա զղջում ես, ոչ եղբայրս, դու զղջում ես միայն նրա համար, որ քեզ բռնել են, լսիր ուշադիր։ Վաղն առավոտյան դու կստորագրես հրաժարում բոլոր լիազորություններից, կվերադարձնես բոլոր գողացված միջոցները, այո, ես գիտեմ քո մանր յուրացումների մասին, և կանհետանաս իմ կյանքից ընդմիշտ։ Բայց ես քո եղբայրն եմ։ Դու դադարեցիր իմ եղբայրը լինելուց այն պահին, երբ որոշեցիր, որ փողը արյունից կարևոր է։ Հեռացիր և մի ստիպիր ինձ օգտագործել այս ձայնագրությունները։ Հաջորդ շաբաթներն անցամ իրավաբանական ընթացակարգերի պտահողմի մեջ։ Լեյլայի փաստաբանները մեթոդաբար վերլուծում էին Ռաշիդի ֆինանսական մեքենայությունները, վերադարձնելով գողացված միջոցները, չեղյալ հայտարարելով կեղծ պայմանագրերը։ Էմիրությունների դատարանները, որոնք հայտնի են խարդախների նկատմամբ իրենց խստությամբ, կանգնեցին Լեյլայի կողմը։ Արմենը հետևում էր այս գործընթացին խառը զգացմունքներով։ Թեթևացումը հարևանում էր ապագայի հանդեպ տագնապին։ Ինչ է լինելու հիմա։ Սպառնալիքն անցավ, ընտանիքի համար գումարը ստացված է, բայց ինչ է լինելու հետո։ Պատասխանը եկավ մի տաք երեկո, երբ Լեյլան նրան հրավիրեց պատշգամբ։ Նա կանգնած էր բազրիքի մոտ, նայելով ծոցին, որտեղ զբոսանավերի լույսերը օրորվում էին մութ ջրի վրա։ Գիտես Արմեն,
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ ոչ թե նրա համար, ինչ դու արեցիր վերջին օրերին, այլ այս 4 տարվա համար։ Ես պարզապես աշխատում էի։ Ոչ, դու շատ ավելին էիր անում։ Դու իմ մեջ մարդ էիր տեսնում, երբ բոլոր մյուսները տեսնում էին միայն փող։ Նա հանեց ծրարը, մեկնեց նրան։ Ներսում բանկային քաղվածք էր այնպիսի գումարով, որից շնչառությունը կտրվեց։ $300,000 խոստացվածից 3 անգամ ավելի։ Սա չափազանց շատ է։ Սա արդարացի է։ Քո ընտանիքը տուն կստանա, հող եւ արժանապատիվ կյանք, իսկ դու կկարողանաս ամեն ինչ նորից սկսել։ Նշանակում է վերջ, մենք ամուսնալուծվում ենք։ Լեյլան երկար լռում էր նայելով ջրին, հետո շրջվեց եւ Արմենը նրա աչքերում անվստահություն տեսավ, ամբողջ ժամանակվա ընթացքում առաջին անգամ։ Օրենքով ես կարող եմ բաժանվել ցանկացած պահի։ Դու կատարեցիր գործարքի քո մասը, ես իմը, բայց նա բռնեց նրա ձեռքը։ Հպումը տաք էր, գրեթե մայրական։ Այս 1 տարվա ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ ես չէի սպասում։ Ես կապվեցի քեզ հետ, Արմեն, քո ազնվությանը, նվիրվածությանը, այն հերավոր գյուղի մասին քո պատմություններին, որտեղ քեզ սպասում են։ Դու վերադարձրիր իմ հավատը մարդկանց հանդեպ։ Նրա այտերը ծածկվեցին թեթև կարմրությամբ։ Զարմանալի տեսարան այն կնոջ համար, որը 1 տարի ձևանում էր անօգնական հանուն դավաճանների բացահայտման։ Ես սեր չեմ խնդրում, հասկանում եմ, որ մեր միջև չափազանց շատ տարբերություններ կան, բայց միգուցե դու կհամաձայնես մնալ ոչ թե փողի համար, ոչ թե պարտքից դրդված, այլ որովհետև մենք լավ թիմ ենք։ Արմենը նայում էր նրան արդեն ոչ թե որպես հարուստ այրու կամ խորամանկ բիզնես լեյդիի, այլ միանակ կնոջ, ով վախենում է մենակ մնալ թշնամիների նկատմամբ հաղթանակից հետո։ Կրծքում ինչ-որ բան սեղմվեց, ոչ թե սեր, այլ խորը քնքշություն եւ հարգանք։ Գիտեք, Լեյլա, երբ դուք ոտքի կանգնեցիք այն գիշեր եւ ասացիք, որ գիտեք իմ արթուն լինելու մասին, ողջ աշխարհը շուռ եկավ, բայց հետո ես հասկացա, իմ առջև զարմանալի մի մարդ է, ուժեղ, իմաստուն, արդար։ Ես կմնամ եւ ոչ թե փողի համար։ Նրա աչքերը խոնավացան։ Առաջին անգամ նա տեսավ նրա արցունքները։ Նա սեղմեց նրա ձեռքը իր այտին շշնջալով հայերեն. «Շնորհակալություն իմ թանկագին, շնորհակալություն ամեն ինչի համար»։ 1 տարի անց ինքնաթիռը վայրեջք կատարեց Զվարթնոցի օդանավակայանում։ Արմենը թևանցուկ տանում էր մի էլեգանտ կնոջ, տաք վերարկով եւ մորթե գլխարկով։ Լեյլան պնդել էր գնել ամեն ինչ տեղում, որպեսզի զգա իսկական հայկական ձմեռը։ Ելքի մոտ նրանց դիմավորում էր ողջ ընտանիքը, հայրը փայլացրած կոշիկներով, մայրը նոր գլխաշրով, անին ծաղկեփնջով, գրկախառնություններ, արցունքներ, ծիծաղ եւ զարմացած հայացքներ անսովոր զույգի վրա։ «Մամա, պապա, սա Լեյլան է, իմ կինը»։ Երեկոյան գծված սեղանի շուրջ, որտեղ զուգորդված էին հայկական ավանդական ուտեստներն ու Լեյլայի բերած արաբական քաղցրավենիքը, նա գրավեց բոլորին։ Պատմում էր երևանցի մորի մասին, գովում էր մայրիկի պատրաստած ճաշերը, հարցուփորձ էր անում հայրը հողի եւ բերքի մասին։ Երբ նա խոսեց տեղական տնտեսությունը վերականգնելու հարցում Արմենին օգնելու պլանների մասին, գումար ներդնելով տեխնիկայի եւ վերամշակման մեջ, Սամվելի աչքերը փայլեցին տղայի պես։ «Ամեն ինչ կձևակերպեմ քո անունով», շշնջաց նա ուշ է ամուսնուն։ «Այդպես ավելի հեշտ է փաստաթղթերի հարցում, եւ ավելի ճիշտ է։ Սա քո հողն է, քո ժողովուրդը»։ Լուսավան գյուղը վերակենդանացավ, նոր տեխնիկա դաշտերում, վերականգնված ֆերմա, կաթի վերամշակման փոքրիկ արտադրամաս։ Մարդիկ չէին հավատում իրենց աչքերին, երիտասարդները դադարեցին մեկնել քաղաքներ, ծերերն ուղղեցին իրենց մեջքերը։ Արմենը դարձավ վերածնված տնտեսության տնօրեն, կիսվելով Հայաստանի եւ Դուբայի միջև։ Բայց որտեղ էլ նա լիներ, կողքին Լեյլան էր, իմաստուն խորհրդատուն, հավատարիմ ընկերուհին, սիրող կինը։ Շանտաժից ու հարկադրանքից սկսված պատմությունն ավարտվեց շահադիտության նկատմամբ անկեղծության հաղթանակով։ Մահացող գյուղից տղան եւ արաբ արիստոկրատուհին ապացուցեցին, որ իսկական զգացմունքները չեն ճանաչում տարիքի, մշակույթի եւ հեռավորության սահմաններ։ Իսկ ճշմարտությունը, որքան էլ այն դառը լինի, միշտ ավելի ուժեղ է ամենախորամանկ ստից։